Միջազգային փորձով Սինգապուրի հաջողված օրինակով երկդաշինքը առաջարկում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որտեղ կաշխատեն արտասահմանում վերապատրաստված մասնագետներ։ Ամենակարևորը, հակակոռուպցիոն ինստիտուտը պետք է ունենա լիարժեք անկախություն կոռուպցիայի դեմ պայքարում։ Այն կարող է գործել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի օրինակով։ Առաջարկում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կնշանակվի ազգային ժողովի 2/3 կողմից եւ կունենա լիարժեք անկախություն կոռուպցիայի դեմ պայքարի։ Տեսեք, մարդու իրավունքների պաշտպանը ընտրվում է ազգային ժողովի 2/3 կողմից եւ այսպես ասենք, գոնե ադմինիստրատիվ առումով, ես չեմ ասում քաղաքական առումով, անկախությունը բավականին մեծ է։ Ըստ Վիկտոր Ենգիբարյանի, անկախ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը պետք է բարձրացնի Հայաստանի հեղինակությունը եւ վստահությունը միջազգային ներդրողների շրջանում։ Տնտեսական, սոցիալական, քաղաքական բոլոր խնդիրների հիմքում էլ թաքնված են կոռուպցիայի հետևանքները, հա, ու Հայաստանը ներդրումային առումով ինքը համարվում է ռիսկային պետություն, հենց նրա պատճառով, որ կոռուպցիոն ռիսկերը բավականին շատ են։ Պայքարել կոռուպցիայի դեմ հնարավոր է միայն ժողովրդավարական ընտրություններով ստեղծված ազգային ժողովի կողմից ստեղծված անկախ հակակոռուպցիոն մարմնի միջոցով։ Անկախ հակակոռուպցիոն ինստիտուտը կգործակցի մարզպետարանների, համայնքապետարանների հետ, որպեսզի պետական կառավարման համակարգում չեզոքացնի կոռուպցիոն ռիսկերը։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։